Ժողովուրդը ասում է փսիխո։ Դրախտի ծաղիկներով բացված քարոզարշավի 10-րդ առավոտը վարչապետ Փաշինյանը շարունակեց այս անգամ Դավթաշենի զրուցարանում փռված սեղանով։ Հաց կիսել առանց Ալեն Սիմոնյանի այս անգամ էլ չստացվեց։ Սիմոնյանն ուրա մի հատ կանչեց։ Բակի երեխաների հետ ֆուտբոլը Սիմոնյանը ստիպված ընդհատեց։ Խաղադրույքը Հայաստանի քարտեզներն էին։ Երեխեք հետ քարտեզի վրա ֆուտբոլ են խաղում։ Լսի, այդ դեպքը համաձայնությունդ պահել է։ Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն։ Չարենցավանում հայտարարեց Քոչարյանը, խոստովանելով, թե իր նախընտրական ծրագրում մի կարևոր բացթողում ունի։ Վարչապետի տեխնացում պարտավոր է փսիխոյի թուղթ անել միջև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք։ Պետության ղեկն արդեն 8 տարի ձեռքում պահող Փաշինյանը հասավ նախկինների թալանող վերջույթներին։ Ես դրանց թալանչի ձեռները կոտրել եմ։ Մենք մի հատ ջարդված մատ ունենք, անունը Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկել եւ վռնդել։ Ձեր գյուղի համար։ Վաղակատար ներկայով խոսող վարչապետին Ստեփանավանից լրացրեց պաշտպանության նախարարը վաղակատար ապառնիով։ Վարքագիծը շարունակվեց, մենք շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով։ Եթե դու ի վիճակի ես ինչ-որ բան տարօրելու, կազմակերպի ադրբեջանցիներին տարօրելով դուրս բերել Հայաստանի տարածքներից։ Տաշի կոֆե։ Կոֆե տաշի։ Լոռեցիները իրեն ճակատներին տալու են իրենց ստերը։ Տալ ստանալու սեփական պատկերացումները Էրեբունիում կրկնեց Բարգավաճ Հայաստանի առաջնորդը։ Կտակ կպանջեք, չեք տալի ես ծառուկանը ծավը տանը։ Եթե մենք քեզ կորցրեցինք, ուրեմն մենք կորացենք։ Իրենց սերը արդյունքով ապացուցողներ եղան Դավթաշենում։ Ես սաղորը քո ապա Մարիչան, չեք լացի։ Ես ուղղակի աղաչում եմ։ Հուզվողներ կային նաև Չարենցավանի փակ դահլիճում։ Դրանցից մեկին Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման տարիները արյունոտ տասնամյակ են կոչում, այսպես արձագանքեց. 16 համարի բյուլետենը արյունոտ է։ Հայաստան դաշինքի առաջնորդին դահլիճից հարցեր չէին տալիս, միայն ելույթներ, ոչ միայն հայալեզու։ Շնորհակալություն, ժամանակ տանք նաև ուրիշներին։ Խիստ փոքր խմբով կենտրոնում բուկլետ բաժանելիս այսօր Լևոն Զուրաբյանը հանդիպելով իշխող ուժին համակրող ընտրողի վստահ պնդեց. Շատ քիչ եք մնացել։ Չեք աճեմ, իշտը մեկ։ Գլխավոր մրցակցի թվաքանակի շուրջ կասկածներ հայտնեց նաև Էդմոն Մարուքյանը։ Երևան, հելի գնա ընտրական տեղամաս, Նիկոլը գնա տուն։ Ընտրողի վստահությունը չփոշիացնելու եւ մեկը մյուսին տուն ուղարկելու մրցապայքարին մնաց 18 օր։ Փոշյանը, իշնա փոշյանը, իշ փոշ։